ինչ էլ որ խոսանք, ինչ էլ որ ասենք, Աստծո խոսքը կամ աստվածային էությունը այնքան բազմաբովանդակ է ու այնքան խորն է, որ կարանք լիքը բաներից խոսանք։ Մենք կարանք խոսանք Աստծո սիրուց, մենք կարանք խոսանք Աստծո ներումից, մենք կարանք խոսենք հավատքից, կարանք խոսենք հավատարմությունից։ Այնքան բան կա, որ կարանք ուղակի խոսենք։ Բայց աստվածապաշտության մեջ մի հատ կարևոր բան կա, իմ կարծիքով դա ամենակարևորն է, թեպետ ամեն անգամ խոսալուց ասում ենք ամենակարևորը սա է, բայց իմ կարծիքով այս անգամ հաստատ դա է, որ անկախ ամեն ինչից, ինչ էլ որ խոսենք, ինչ էլ որ ասենք, այդ ամեն ինչը պետք է ունենա իր կուլմինացիան։ Եվ իմ կարծիքով այդ կուլմինացիայի մեջ կուլմինացիան ամփոփվում է նրան երկրպագությամբ։ Որովհետև եթե մենք հավատանք, բայց մեր հավատքի արդյունքում չկա երկրպագություն, այո, միգուցե այդ հավատքը մեզ համար լավ է, բայց դա ամբողջական չի։ Եթե ասենք սիրում ենք, բայց այդ մեր սիրո մեջ չերևա երկրպագությունը, միգուցե լավ է որ սիրում ենք, բայց դա ամբողջական չի։ Եվ առհասարակ մարդը ստեղծված է երկրպագելու համար։ Մենք որպես ստեղծագործություն ուզենք թե չուզենք, անկախ մեր կամքից, միևնույն է ինչ որ մի բանի պետք է երկրպագենք։ Երկրպագություն, երբ որ ասում եմ, դա միայն աղոթքը կամ երգելը չէ։ Մենք կարող ենք չերգել, կարող ենք չաղոթել, բայց լինել երկրպագու։ Երբ որ մենք սկսում ենք երկրպագել Աստծուն, դրա մեջ ոչ թե պարտադրանքն է մեզ ստիպում, ոչ թե պատճառը այն է, որ Աստված երկրպագության կարիք ունի, որ եթե հանկարծ չերկրպագենք, Աստված կնեղանա կամ կխռովի մեզանից, բացարձակ այդպես չի։ Ու ոչ էլ պատճառը այն է, որ Աստված հատուկ կարիք է զգում, որ ինչ որ մեկը իրան երկրպագի։ Աստված ինքնաբավ Աստված է։ Այդ մենք է, որ մեզ սիրում ենք մեզ գովալ։ Ոչ թե Աստված սիրում է, որ մենք իրան գովանք, գովալու համար, այլ Աստված սիրում է, երբ որ մենք գնահատում ենք իրան, մենք տեսնում ենք այն, ինչպիսին որ ինքը կա։ Մենք ասում ենք նրա մասին, երբ որ երկրպագում ենք, մենք նրան ասում ենք եւ հայտնում ենք այն, ինչպես որ մենք իրան ճանաչում ենք։ Եվ մենք դա այնպես ենք ասում, որպես մի հիացմունք։ Մեր երկրպագությունը դա երկրպագել առհասարակ նշանակում է խոնարհվել, գետինը համբուրել։ Երկրպագում ենք մենք նրան, ում ընդունում ենք որպես հեղինակություն կամ ամենակարևորը, ամեն բանից կարևոր, ամեն մեկից կարևոր։ Եվ երբ որ մենք խոսում ենք Աստծուն երկրպագելու մասին, մենք նկատի ունենք սա, որ ամեն բանից կարևոր ինքն է։ Ամեն բանից առավել ինքն է։ Եվ երբ որ մենք ընդունում ենք այս ճշմարտությունը եւ իրան մոտենում ենք այս ձևով, մենք իրան ասում ենք, որ դու մեզ համար ամենակարևորն ես։ Կապ չունի մեր հետ ինչա տեղի ունենում, մենք լավ վիճակում ենք, թե վատ վիճակում ենք։ Երկրպագությունը հանգամանքներով պայմանավորված չէ։ Երբեմն մենք զգացմունքային մարդ լինելով, տարվելով տարբեր փորձությունների մեջ, կարող է տրտմենք, կարող է տխրենք, եւ երբ որ մենք տխրում ենք, տրտմում ենք, այդ ժամանակ մի տեսակ դժվարանում ենք երկրպագել։ Կամ սիրտ չկա, ավելի ճիշտ բառը երևի այն որ սիրտ չես ունենում բան ասես տիրոջը ու գալիս ես ու փորձում ես պատմել քո կոտրված լինելը, պատմել քո սրտի ցավը, քո դարդը, եւ մեզ թվում է թե այսպեսով սա երկրպագություն է։ Ես չեմ ասում որ դա վատ է, ես չեմ ասում որ դա սխալ է։ Ես ուզում եմ ասեմ որ կա մի բան, որը ավելին է, քան սա։ Որ անկախ ամեն ինչից մարդ ինչով էլ որ անցնի, կա մի բան, որ ավելին է։ Մենք իհարկե մեր ներքին սենյակը մտնելով շատ բաների մասին խոսում ենք, որի մասին ոչ մի ուրիշ մեկի հետ չենք կարող խոսել։ Բայց երբ որ դու մտնում ես ներքին սենյակը, դու կարող ես այնտեղ ոչ թե պատմել քո դարդ ու ցավը, որովհետև այդ ամեն ինչ ինքը գիտի, բայց դու այդ ամեն ինչը ունենալով դու կարող ես նրան էլի երկրպագել։ Որ չնայած դու անցնում ես ինչ-որ խնդիրների մեջով, ծանր դժվար վիճակներով, բայց դու էլի կարող ես շարունակել նրան երկրպագել։ Որովհետև եթե նույնիսկ մենք դա չանենք Աստծո հանդեպ կամ Աստծո նկատմամբ, այնուամենայնիվ մենք երկրպագելու ենք։ Մարդու էությունը կամ մարդը ինքը ստեղծված է որպես երկրպագու։ Աստված երբ որ մարդուն ստեղծեց իր պատկերով, իր նմանությամբ։
պատճառը, որ Աստված մարդուն իր պատկերով ստեղծեց, ես այս վերջերս միտեղ կարդացի, որը ինձ համար բացահայտում էր։ Ես չէի ասի, որ նախկինում այտենց խոսքերը այտենց բացներ չէի լսել, բայց այն ինչը որ ես կարդացի, ինչը որ ես տեսա, ինձ համար մի հետաքրքիր բան բացեց, որից հետո սկսեցի մտածել այս ուղղությամբ։ Խոսքը Եսայի մարգարեության մեջ գրված մի փոքրիկ մաս կա 14-րդ գլխի 13-րդ համարից, բայց ինքը ասել էր իր սրտումը. վեր կելնեմ երկինքը, Աստծո աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը, կնստեմ աստվածների ժողովի սարի վրա, հյուսիսի ծայրերումը, վեր կելնեմ ամպերի բարձրության վրա, հետո ասում է բարձրյալին կնմանվիմ։ Խոսքը սատանայի մասին է, որ ինքը մտածեց, որ ինքը վեր կելնի, Աստծոն հավասար կլինի, բայց ամենավերջին նախադասությունը, որ ասում է նպատակը սա էր, որ ինքը Աստծո նման դառնա։ Եվ Աստված երբ որ մարդուն ստեղծում էր, նախքան մարդուն ստեղծելը, սատանան արդեն երկրի վրա էր։ Սատանան այն սկզբից սատանա չէր, նա քերովբե էր, բայց երբ որ այս ամեն ինչ իր մտքով անցկացավ ու մտածեց, որ ինքը ավելին է արժանի, քան որ ստացել է, եւ այն պաշտամունք են երկրպագությունը, որ մարդիկ հրեշտակները Աստծուն էին մատուցում, ինքն էլ է արժանի։ Եվ ինքը որոշեց, որ իր աթոռն էլ Աստծո աթոռին հավասար վերևներում դնի ու ինքն էլ Աստծո նման լինի։ Եվ երբ որ այս ամեն ինչ իր մտքով անցած, Աստված իրան ուղարկեց երկիր, այսինքն ցած գցեց, վայր ընկավ։ Ինքը այդ ընկած հրեշտակն է։ Եվ երբ որ Աստված մարդուն ստեղծեց այն նույն պատկերով, որին ուզում էր ինքը նմանվի, այնպես որ երբ որ սատանան քեզ նայում է, դու ամեն անգամ հիշացնում ես իրան իր կորցրած իղձերը։ Որովհետև այն ինչին որ ինքը ուզում էր նմանվի, Աստված մարդուն այդ ձևով ստեղծեց։ Եվ սրա պատճառով որ սատանան մարդուն ատում է, իսկ Աստված սիրում է, որովհետև Աստված սիրում է իր պատկերը, իսկ ինքը ատում է Աստծո պատկերին։ Եւ հետո Աստված այդ պատկերի մեջ դրեց իր հոգին, իր շունչը։ Եվ մենք շատ հաճախ մեզ թվում է, թե դա սովորական մի բան է, որ մարդը ուղղակի ապրում է եւ մահանում, ասում ենք այդ հոգին փչեց։ Կամ այն հոգին հանձնեց, բայց դա սովորական մի հատ հոգի չի, այդ այն հոգին է, որով որ Հիսուսն ասեց, այ եթե ինձ երկրպագեք այդ հոգով, այդ հոգին, որ մեր մեջ կա, դրանով է, որ մենք կարողանում ենք երկրպագել իրան։ Եվ երբ որ մարդու հոգին ինչ որ պակ քնում է, ինչ որ պակ ընկնում է, հենց երկրպագություն ես անում, հենց երկրպագում ես, կպնում ես Տիրոջը, այդ ժամանակ այդ նույն հոգին արթնանում է եւ դու նորից նմանվում ես այն նույն պատկերին, որով որ Աստված քեզ ստեղծել է։ Ինչի համար է կարևոր երկրպագությունը։ Երկրպագության մեջ մենք հանդիպում ենք մեր իրականությանը, մեր ինքնությանը։ Երկրպագության մեջ է, որ Աստված ինքը իրեն հայտնում է մեզ։ Մենք մեր հայտնությունները Աստծուն ճանաչելը տեսնում ենք այն ժամանակ, երբ որ երկրպագում ենք իրան։ Մենք կարող Աստծո խոսքից շատ բան իմանանք, շատ կարդացած, շատ տեղեկացված լինենք։ Բայց իրականում այն հայտնությունները, որ մենք ստանում ենք իր մասին, Աստված մեզ հայտնում է հենց երկրպագության մեջ։ Եվ երկրպագության համար որևէ պայման կամ հանգամանքներ պետք չեն։ Դու կամ մենք բոլորը ստեղծված ենք որպես երկրպագու։ Հռոմեացիների 1-ի մեջ ասում է, բոլորը ասում է, սկսեցին երկրպագել ստեղծվածներին, այլ ոչ թե ստեղծողին։ Երբ որ մարդը չի երկրպագում ստեղծողին, ինքը կսկսի երկրպագել ստեղծվածներին։ Ինչի, որովհետև մարդը հակված է երկրպագություն անելու, անկախ իր կամքից, որովհետև մարդը ստեղծված է հենց որպես երկրպագու։ Եվ ինչն է, գիտեք, խնդրեմը կամ ո՞նց է արտահայտվում այդ ստեղծվածներին երկրպագելը։ Ո՞նց ենք տեսնում, որ մարդը երկրպագում է ինչ որ մի բանի, որը ստեղծված է, կամ մեկի, որը Աստված չի, բացի Աստծուց։ Երբեմն մենք կարող ենք մեր սրտի մեջ ընդունենք մի բան ավելի կարևոր, քան թե Աստված։ Միգուցե դու դա չընդունես, միգուցե քեզ թվա թե դա այտենց չի։ Երբ որ մարդը ավելի շատ կապվում է իր աթոռին, պաշտոնին կամ ունեցվածքին ու ստացվածքին, ավելի շատ կապված է այդ ամեն ինչի հետ, կամ ավելին մարդ կարող է կապված է իր ծնողի կամ իր զավակի հետ։ Եվ գիտեք խնդրեմը որն է այդ մարդու, որ ինքը ապրում է վախի կորստով, կորստի վախով։ Որովհետև այն ինչի հետ դու ամենաշատն ես կապված կամ մարդը ինչի հետ որ ամենաշատն է կապված, իր միակ անհանգստությունն է, որ մի օր դա չկորցնի։ Եթե դա իշխանությունն ու աթոռն է, մտածում է դա չկորցնի։ Եթե հարստությունն ու փառքն է, մտածում է մի օր դա չկորցնի։ Եթե իր ծնողն է, Աստված երկար կյանք տա բոլոր ծնողներին։ Բայց ուզենք թե չուզենք, կյանքը շարունակվում է։
Բայց երբ որ մարդը կախված է ավելին, քան որ պետք է, իր մտավախությունն է տա մի օր կկորցնեմ եւ դա տառապանք է բերում, որովհետեւ ինքը ամեն օր տառապում է այդ մտքից։ Եվ երբ որ առավել եւս որևէ ծնող կապված է ավելին իր զավակի հետ, քան Աստծո հետ, ինքը հանդարտ մտածում է ինչ որ մի վատ բան չլինի նրա հետ, ինչ որ մի վատ բան չլինի։ Եվ մարդը այսպես ավելի շատ կապված է այն բաներով, որը ստեղծված է, քան թե այն նրանով, որ այդ ամեն ինչը ստեղծել է։ Ինչով է երևում այդ երկրպագությունը, երբ որ մարդը սկսում է ժամանակը, իր նվիրումը, իր ամբողջ էներգիան ծախսել այն ստեղծված բաների համար, քան թե այն բաների համար, որ այդ ամեն ինչը ստեղծել է։ Մենք սովորաբար մեր կյանքում ունենք առաջի, երկրորդ բաներ, որ համար մենք սի առաջներին են երկրորդ։ Սովորաբար մենք ասում ենք, որ Աստված առաջինն է, բայց ճշմարտությունը նրանում է, որ Աստված առաջինը չի ուզում մտնել։ Մենք սովորաբար ասում ենք, որ Աստված մեր կյանքում ամենաառաջի տեղում պետք է լինի, բայց Աստված առաջի տեղում չի ուզում լինի։ Աստծո նպատակը նա չի, որ լինի առաջին եւ ինքը իրանից հետո նոր երկրորդ կամ երրորդ, չորրորդ բաներ։ Աստծո ցանկությունը սա է, որ իր մեր կյանքում ինքը ամբողջը լինի։ Եվ այդ 1, 2, 3 այդ ամբողջի մեջ, երբ որ մենք Աստծո մեջ ունենք մեր ծնողին, մեր երեխեքին, մեր ստացվածքին, եւ այդ ամեն ինչը իր մեջ է, այդտեղ ապահով է, եւ դու չես մտածում կորցնելու մասին, դու մտածում ես, որովհետեւ իրանց Տերը Աստված է, եւ դու երկրպագում ես իրան, որովհետեւ գիտես, որ ինքը Տեր է, եւ ինքն է արարիչ եւ ինչ էլ որ լինի վստահում ես նրան, եւ այն որ դու արդեն վստահում ես, դա երկրպագել է նրան։ Պարտադիր չի դու ասես Տեր, ես գոհանում եմ քեզանից։ Պարտադիր չի դա ասել, որ հասկանաս դու երկրպագում ես թե չէ։ Բավական է քեզ այն, որ դու արդեն վստահում ես իրան։ Լավ թե վատ, ճիշտ է սխալ, դու հանձնում ես Աստծուն եւ դու վստահում ես նրան։ Այդ քո վստահությունը նրան երկրպագությունն է։ Երկրպագությունը ոչ միայն աղոթքը կամ երգելն է, ես ասեցի, այլ երկրպագությունը դա սիրո արտահայտությունն է, նվիրումն է, հնազանդությունն է եւ վերջիվերջո Աստծո փառքի արտացոլումն է մեր կյանքում։ Այս ամեն ինչը վկայում է, որ մենք երկրպագու ենք։ Եթե Աստծո փառքը չի երևում մեր կյանքում, ինչ որ մի բան այն չի, միակ վայրը կամ միակ պատճառը, որ Աստված իր փառքը հայտնում է մեզ, դա մեր երկրպագությունն է։ Մենք կարող ենք շատ լավ կամ շատ ճիշտ խոսքեր խոսել, իրար պատմել լավ կամ վատ բաների մասին, բայց որ մեր կյանքից որևէ բան չի փոխի կամ չի գնա, եթե մենք շարունակենք մնալ նույնը։ Մենք նույնը ասելով նկատի ունեմ երկրպագության նույն ձևի կամ նույն մակարդակի վրա։ Մեր երկրպագության մակարդակը պետք է փոխվի ավելին, այն ինչ որ կա վատ չի։ Շատ լավ է։ Ավելի վատ կլներ, եթե էտել չլներ։ Բայց այն ինչ որ կա մենք մեր ունեցածի վրա ավելացնում ենք, որովհետև հնարավոր չի Աստծուն ճանաչել եւ մի ուրիշ ձև չի երկրպագել։ Ամեն անգամ նրան մոտենալուց, ամեն անգամ նրան ճանաչելուց քո երկրպագության ձևը փոխվում է։ Դու ինքդ ես փոխվում, դու նույնը չես կարող մնալ։ Եվ հենց սրա մեջ է կամ սրանով է, որ Աստծո փառքը հայտնվում է մեր կյանքում։ Եվ մենք սկսում ենք արտացոլել այն, ինչը որ մենք տեսնում ենք, որովհետև հնարավոր չի դու հանդիպես լույսին եւ այդ լույսը քեզ չվարակի, որովհետև այն ինչը որ մենք իրանից կլանում ենք, դա էլ փոխանցում ենք, դա էլ մեր կյանքում երևում է։ Եվ երբ որ ասում ենք, որ երկրպագու ենք, երբ որ ասում ենք, որ նրան պաշտում ենք, սա կախված չէ որևէ հանգամանքից կամ որևէ պայմանից։ Երկրպագելու համար պայման պետք չէ։ Ես ասացի, որ մենք պարտավորվածությունից ելնելով չի որ երկրպագում ենք, որովհետև երկրպագությունը դա սիրո արտահայտություն է։ Որևէ մեկին դու չես կարող ստիպել, որ քեզ սիրի։ Ինքդ որևէ մեկին ստիպված չես կարող սիրել։ Սերը դա կամավոր դրսևորում է։ Սերը դա ներքուստ, քո հոգուց, քո սրտից դուրս եկած կամավոր բան է, որ դու ձգտում ես իրան։ Դու ցանկանում ես, դու ուզում ես հանդիպել, դու ուզում ես հաղորդակցվել, դու ուզում ես շփվել, եւ երկրպագությունը մարդու կյանքում գալիս է, երբ որ կա իրականում նրան ճանաչողություն կամ սեր։ Որովհետև երկրպագում ես ոչ թե որ պարտադրված ես, երկրպագում ես, որովհետև սիրում ես, երկրպագում ես, որովհետև քեզ դա դուր է գալի, երկրպագում ես, որովհետև այդպես քեզ հաճելի է, դու լավ ես զգում, երբ որ նրան երկրպագում ես։ Դավիթն ասում էր՝ մի բան եմ ցանկանում, որ իմ կյանքի բոլոր օրերի մեջ Տիրոջ օրհնեմ եւ նրա տան մեջ ապրեմ, նրա տան մեջ լինեմ։ Մի բան, որ ցանկանում էր Դավիթի կյանքը հեշտ չէր, Դավիթի կյանքը այն ճակատագիրը, որ ինքը ուներ, շատ բարդ էր։ Ես որևէ մեկի կյանքին, որևէ մեկին չեմ ցանկանա այն նույն կյանքը, ինչ որ ինքը անցավ։ Որովհետև այն ինչով որ ինքը անցավ, շատ դաժան էր։ Այո, Աստված իր հետ էր, ինքը Աստծո սրտի համեմատ էր,
բայց իր բախտը այդքան էլ չէր բերել իր զավակների հարցում։ Եվ կարծում եմ ամենացավալի բանը մարդու կյանքում նա է, երբ որ ինքը իր զավակի ուրախությունը չի տեսնում։ Բայց Դավիթը այդ ամեն ինչի մեջ ասում էր իմ երազանքը սա է, իմ ցանկությունը սա է, որ Աստծո տան մեջ ապրեմ եւ Աստծուն գովաբանեմ։ Իր նպատակը դա էր, որովհետև արժեքը կամ գաղտնիքը հաջողության ինքը տեսնում էր երկրպագության մեջ, պաշտամունքի մեջ։ Կապ չունի, ես լավն եմ, վատն եմ, իմ ընտանիքի մեջ բոլորը ինձ դուր են գալիս, դուր չեն գալիս, իմ շրջապատի մեջ ես ընդունված եմ, ընդունված չեմ, էականը սա չէ, էականը նա է, թե իմ համար արդյոք արժեքը հանդիսանում Տիրոջը գովաբանելը, արդյոք ես հասկացել եմ ինչ է նշանակում իրան գովաբանել։ 22 Աղմոսի մեջ ասում է Աստված բնակվում է Իսրայելի գովաբանությունների մեջ։ Եթե ուզում ես դու Աստծուն հանդիպել, եթե ուզում ես Աստծո հետ որևէ հաղորդակցություն ունենալ, միակ տեղը, որ դու կարաս իրան գտնես, դա նրան երկրպագելն է։ Դա այնտեղն է, որտեղ դու կարաս իրան գովաբանես։ Կարող քո կյանքում ամեն ինչ հարթ չի, այնպես չի, ինչ դու ես ուզում։ Հնարավոր է, որ այդտենց է։ Բայց ինչքան էլ մտածես, ինչքան էլ հոգս անես, միևնույն է հոգսիդ միջոցով քո դարդ անելով որևէ բան չես կարալու փոխես։ Որևէ բան չես կարողանալու փոխել։ Իսկ այն ինչ որ քեզ հետ պատահել է կամ ինչ քեզ հետ տեղի ունենում, Աստված դրա մասին գիտի, որովհետև քո գլխից անգամ մի մազը առանց իր իմացության չի գնում։ Բայց այդ ամեն ինչի մեջ, երբ որ դու դրանակում ես ու գալիս ես նրան առաջ նրան գովաբանելու կամ երկրպագելու, այդտեղ դու հանդիպում ես Աստծո փառքին, Աստծո ներկայությանը, եւ երբ որ դու հանդիպում ես այդ ներկայությանը, դու հասկանում ես, որ այլ որևէ բանի կարիք չունես, որովհետև այն ինչ որ քո կարիքն էր, մենակ դա նրա ներկայությունն էր։ Երկրպագությունը ունի հետևանք, բայց երկրպագության համար հարկավոր չի հանգամանքներ կամ պայմաններ, բայց այն, որ մենք անում ենք երկրպագություն, որը ասում ենք երկրպագություն, դրա արդյունքում մենք ունենում ենք հետևանքներ, եւ այդ հետևանքը Աստծո ներկայությունն է, Աստծո փառքն է, որը վկայությունն է մեր հավատքի, որ այն ինչը որ մենք անում ենք ճշմարիտ է։ Շատերը կարող քեզ ասում են, այդ ինչ որ անում ես լավ է, բայց այդքան մի խորացի։ Այն որ դու անում ես լավ է հավատքը լավ բաներ է սովորացնում, հավատքը ճիշտ բան, բոլոր կրոններն է ճիշտ բաներ սովորացնում են, բոլոր կրոնների մեջ էլ լավ բաներ կա։ Բայց բոլոր կրոնների մեջ չի, որ դու կարող ես Աստծուն հանդիպել։ Բոլոր կրոնների մեջ չի, որ դու կարող ես երկրպագել եւ Աստծո փառքը տեսնել։ Եվ երբ որ քեզ ասում են այդքան մի խորացի, նրանք ասում են այն մարդիկ, ովքեր որ չեն ճանաչել եւ չգիտեն սա։ Միգուցե ոմանք քեզ փորձեն համոզել, որ դու խելքդ գցել ես, որ դու շեղվել ես, որ դու աղանդավոր ես դարձել։ Բայց եթե ես պետքա վայելեմ Աստծո ներկայությունը, եթե ես պետքա վայելեմ Տիրոջ փառքը, եւ եթե ես պետքա ապրեմ խաղաղ, եթե ես պետքա ապրեմ ներդաշնակ Աստծո հոգու հետ, իմ համար էական չի, թե ինձ ինչ կասեն։ Պողոսն ասում էր, հետո ինչ որ շատերի համար սա հիմարություն է, բայց հավատացողների համար փրկություն է, կյանք է, զորությունն է։ Եվ մենք երկրպագության մեջ նաև ստանում ենք այն զորությունը, որի կարիքը մենք ունենք։ Աստված մեզ օրհնել է, Աստված մեզ օծել է, Աստված մեզ տվել է ամեն բան, եւ մենք երկրպագում ենք իր տվածով։ Դա մեր կարողությունը չէ, դա մեր ուժը չէ, դա մեր պատիվը չէ, որ դրանով երկրպագում ենք։ Այն ինչով որ մենք իրան երկրպագում ենք, արդյունքը, պատճառը դա իր տվածն է։ Մենք տալիս ենք իրան իր տվածից։ Մենք ինչ կանք, իրանից է որ կանք։ Մենք ոչ թե այդքան խելացի էինք, որ կարացանք ընտրել եւ ընդունել Տիրոջը, այդ ինքը մեզ ընտրեց, այդ ինքը մեզ կանչեց, այդ ինքը մեզ գտավ։ Եվ սրա համար է, որ մենք երկրպագում ենք ու սիրում ենք իրան։ Երբ որ մենք Աստվածաշնչի մեջ տարբեր տեղեր կա, որ կարող ենք նայել մարդկանց, ովքեր որ իսկապես Աստծո մարդիկ էին, որոնց կյանքում որ սարսափելի դեպքեր տեղի ունեցավ, բայց չնայած այդ ամեն ինչին, նրանք շարունակեցին երկրպագում մնալ։ Մենք երբեմն զգացմունքային լինելով շատ անգամ ընկճվում ենք, շատ անգամ հիասթափվում ենք, շատ անգամ նեղանում ու խռովում ենք։ Երբեմն Աստծուց, երբեմն մարդկանցից, եւ սրա պատճառով մենք երբ որ մարդու սիրտը կոտրվում, այլ ոչ մի բանի հավես չի ունենում։ Հավես չի ունենում ոչ եկեղեցի գնալու, ոչ աղոթելու, ոչ կարդալու։ Ես չեմ ուզում շատ կրոնավոր երևամ, միգուցե նորմալ է
նորմալ է, որ մարդը իրոք սիրտը կոդրված է ու էլ ոչ մի բանի սիրտ չի ունենում։ Բայց երբ որ դու արդեն մի հատ ուրիշ մակարդակա այդտեղ ես Աստծուն ճանաչում, հասկանում ես, որ անգամ հենց այդ կոտրված ժամանակա, որ դու կարիք ունես իրան երկրպագելու։ Ես գիտեմ մարդկանց, ովքեր որ մեր ժամանակների մեջ ապրում են եւ ունեցան շատ լուրջ կորուստներ։ Ես մի Աստծո մարդու մասին եմ լսել, որ շատ հայտնի էր այդ քաղաքի էր շրջանի մեջ, որտեղ որ ինքը ապրում էր։ Ու ինքը ուներ 3 հատ զավակ։ Ու իր զավակներից մեկը հիվանդանում է ու մահանում։ Եվ այն մարդիկ, ովքեր որ ճանաչում էին սրան, այս մարդուն, իրանց սրտի մեջ ոմանք բարձրաձայն ասեցին, այ հիմա կտենանք իր հավատքը իսկական էր թե ոչ։ Ոմանք էլ ասեցին, այ հիմա ինքը կհասկանա, որ այն ինչին որ հավատում էր, սուտ էր, կեղծ էր, որովհետև այն որ ինքը սովորացնում էր բժշկության, հրաշքների ու նշանների մասին, եթե այդ ամեն ինչը ճիշտ կլներ, կախի իր կյանքում դա տեղի չունեցավ։ Բայց անցավ ժամանակ, այս մարդը շարունակեց խոսել բժշկությունների, նորից շարունակեց խոսել հավատքի, նորից շարունակեց ասել այն, ինչ որ ասում էր նախքան այդ ողբերգությունը, որ այդ պատահեց։ Եվ ասում են, որ որոշ ժամանակ հիվանդանումը, նույն հիվանդությունով հիվանդանում էր երկրորդ զավակը եւ նույնիսկ մահանում է։ Ու այս ժամանակ մարդիկ ասում են, այ հիմա հաստատ կկոտրվի, այ հիմա հաստատ կհանձնվի։ Բայց այս անձնավորությունը շարունակում է Տիրոջը հավատարիմ մնալ, շարունակում է երկրպագել, նորից շարունակում է պատմել Աստծո մասին։ Ասել, որ ինքը սրտի ցավ չուներ, ասել, որ իր սիրտը կոտրված չէր, անկեղծ չեն կլինի։ Ասել, որովհետև այդ ամեն ինչը անձնական ողբերգություն է։ Դա անձնական ողբերգություն է եւ շատ մեծ, շատ խորը ցավ։ Բայց անցնում է մի որոշ ժամանակ, այդ նույն հիվանդությամբ հիվանդանում էր երրորդ զավակը եւ նորից մահանում է։ Եվ այդ հոգեհանգստի արարողությանը մարդիկ բարեկամները, մտերիմները գալիս են, որպեսզի ցավակցեն, մխիթարեն։ Ու այդ շփումների հաղորդակցության մեջ հանկարծ նկատում են, որ այդ անձնավորությունը էլ չի երևում։ Ինչ որ միտեղ է գնացել ու իրանցից մեկը հայտնաբերում է մի հատ սենյակում, որտեղ առանձնացած ծնկի վրա սկսում աղոթում է։ Սենց երբ որ դուրս է գալի, ասում է, իմ համար հետաքրքիր է, դու սիրտդ չի ցավում։ Դու այդ ողբերգությանը ո՞նց ես դիմանում։ Օրինակ, հենց հիմա ինչ կարիք կա անելու, գնալ աղոթելու։ Հիմա Աստված էլա չէ հասկանում քո սրտի ցավը, այդ ամեն ինչը։ Բայց այս մարդը ասում է, այդ ինչ որ ասում ես, ես քեզ հասկանում եմ։ Բայց ես չեմ կարող չհաղորդակցվել ու չերկրպագել մեկին, ով որ ամենալավն է հասկանում այն, ինչ որ ես հիմա զգում եմ, որովհետև ինքը առաջինը ինքը իր զավակը կորցրեց իմ համար, եւ դա սիրո արտահայտություն էր, դա սիրո պատճառով էր, եւ այն որ ես հիմա կորցրել եմ իմին, դա ինձ չի խանգարում, որ ես նորից իրան սիրեմ։ Իմ երկրպագությունն ու իմ պաշտամունքը կախված չի այն ցավի զգացողությունից, թե ինչ եմ ես զգում։ Իմ երկրպագությունը կախված է նրանից, թե ես որքան եմ իրան սիրում։ Եվ այս ինչ որ ասում եմ, սա իրական պատմություն է մի Աստծո մարդու մասին։ Եվ այս նույն պատմությունը պատահեց մի անձնավորության, որին մենք հանդիպում ենք Աստվածաշնչի մեջ։ Իր մասին շատ պատմություններ լսել ենք, շատ պատգամներ լսել ենք, բայց ուզում եմ մի պահ մենք էլ նորից ուշադրություն դարձնենք այն ամեն ինչին, ինչով որ ինքը անցավ։ Երբ որ մենք Աստվածաշնչի մեջ գիտենք մի հատ գիրք, որը գրված է Հոբի մասին։ Մի անձնավորություն, որը իր ապրած կյանքով, իր երկրային կյանքի մեջ հայտնի էր որպես աստվածավախ ու աստվածապաշտ։ Եվ մի օր, երբ որ երկնքում Աստծո որդիները եկան Աստծո առաջ կանգնեցին, հանկարծ այնտեղ երևաց նաև Սատանան։ Ու Աստված հարցնում է. տեսակ իմ ծառա Հոբին, տեսար, որ իր նմանը չկա։ Իսկ Հոբը այնքան հարուստ էր, այնքան ստացված եւ ունեցվածք ուներ, որ Սատանան ասեց. հադբա ընենց ես իրան ցանկապատել ամեն ինչով, որ ով ելնի, որ քեզնից այտենց համ աստվածապաշտ չլինի, համ չվախենա, համ քեզ հավատարիմ չմնա,
Աստված ասես գիտես ինչ որ ունի, ինչ որ ինքը իրան ես տվել եմ, քեզ եմ տալի, կարաս կպնես։ Եվ մի օրվա մեջ Հոբը կորցնում է իր ամբողջ ունեցվածքը։ Մի օրվա մեջ։ Եվ այդ ամեն ինչի մեջ նաև մտնում էր իր որդիները, իր զավակները։ Մի օրվա մեջ։ Բայց գիտեք, հետաքրքիր է, դրանից հետո երբ որ այդ լուրը հասցրին Հոբին, Հոբը ինչ արեց։ Գրված ասում է ինքը իր գլուխ սափրեց, քուրձը հագավ, ու ասում է անկավ Աստծո առաջ երկրպագեց իրան։ Անկախ այդ ամեն ինչից, ինչը որ իր հետ պատահեց, ասում է ինքը ընկավ ու սկսեց երկրպագել իրան։ Եվ երբ որ երկնքում նորից Աստծո որդիները Աստծո առաջ կանգնեցին, այնտեղ նորից Սատանան երևաց։ Ու Աստված տեսար Հոբին։ Տեսար, որ ինքը մնաց նույնը։ Ասես դե հա, դու ընդհանրեն իր ստացվածքին կպար, բայց հələ իր մարմնին կպի, մարդը իր առողջության համար իր ամբողջ ունեցածը կծախի։ Հələ կպի ու դու այն ժամանակ կտեսնենք, կմնա նույնը, թե կփոխվի։ Բայց եւ Աստված ասեց թույլ եմ տալի, որ դու կպնես իրան, բայց մենակ մի պայմանով, իր կյանքին չպետք է կպնես։ Մի ուրիշ թարգմանության մեջ ասում է իր հոգուն չկպնես։ Մարմնին կարող ես կպնել, բայց հոգուն չէ։ Ինչի, որովհետև հոգին այն միակ բանն է, որով մենք կարող ենք իրան երկրպագել։ Եվ ինչեւ շունչս ու հոգիս էլ վերջանա, չէ՞, մի հատ երկ կա, որ ասում եմ, ինչեւ վերջի շունչս ես պիտի քեզ չեմ մոռանա։ Եվ երբ որ Հոբին կպավ այդ հիվանդությունը, ասում եմ, մի հատ խեցի էր վերցրել եւ իր մարմինը քերում էր այդ ворթերից, որովհետեւ այդ հիվանդություն էր սարսափելի։ Եվ իր կինը, երբ որ տեսավ Հոբին, հասկացավ, որ իր կյանքի այդ օրերը հաշված են։ Ասեց Հոբ, այսքանից հետո էլի քո այդ աստվածապաշտության ուղին ես բռնել։ Արի Աստծուն հայհոյի կամ անիծի ու մեռի։ Գիտեք ինչի համար ինքը այդպես ասավ, որովհետև ինքը արդեն իր սրտի մեջ անիծել էր Աստծուն, որովհետև ինքը Աստծուց արդեն խռովել էր։ Ես այդ կնոջ մասին ոչ թե ասում եմ սա դատապարտության մատով, դատապարտությունով, մեղադրանքով, բացարձակ, որովհետև այն ինչի մեջով որ անցել էր Հոբը, անցել էր նաև այս կինը։ Այն երեխեքը, որ Հոբը կորցրեց, մենակ Հոբի երեխեքը չէին, այս կնոջ երեխեքն էլ էին։ Եվ այն ցավը, որ Հոբն էր տանում, այս կինն էլ էր տարել։ Պարզապես երկու բարձ կերպար մեր աչքի առաջ, որ մեկի երկրպագության վրա ազդեցին հանգամանքները, իսկ այն մյուսի Հոբի պարագայում ասեց Աստծուց բարիքը ընդունենք եւ չարիքը ոչ։ Եվ Հոբը շարունակեց իր պաշտամունքի իր երկրպագությունը Աստծուն։ Նա իհարկե ընթացքում տեսնում ենք անիծում է իր օրերը եւ այլը, բայց ինքը իր բերանով Աստծուն որևէ բադ բան չի ասում։ Ինքը Աստծո դեմ դուրս չի գալ, ինքը Աստծուց չի խռովում։ Ինքը Աստծուց չի, միգուցե իր սրտի մեջ ինչ որ մի բաներ ուներ, բայց ինքը իր բերանով Աստծո դեմ դուրս չի գալի։ Եվ 42-րդ գլխի մեջ ինչ է ասում, որ Աստված իրան օրհնեց կրկնակի։ Այն ինչը որ ինքը կորցրել էր, Աստված տվեց կրկնակի։ Եվ ասում է իր 7 որդի եւ 3 աղջիկ, եւ ասում է իր աղջիկի պես գեղեցիկ կանայք չկային։ Եվ Հոբը այս ամեն ինչից հետո ապրեց 140 տարի եւ իր մինչեւ 4-րդ սերունդը տեսավ։ Մինչեւ 4-րդ սերունդը տեսավ եւ ասում է ինքը մեռավ իր օրերիցը կշտացած։ Ինքը հագեցել էր իր ապրած օրերից։ Երբ որ մարդը երկրպագու է, երբ որ մարդու սրտի, մարդու կյանքի մեջ երկրպագությունը ամենակարևոր տեղում է, այդ մարդու կյանքի օրերը դու չես, մենք սովորաբար ասում ենք օրա Գիգորի մեջ է, չէ՞, ասում է Գիգոր ջան, օրա կլուսանա, կմտնի, կանցնի։ Երբեմն մարդը այնքան օրերը սպանում է գնա իր կյանքից, այնքանա որ ոչ մի անելիք չունի, ոչ մի սպասում չունի, ոչ մի բան, օրա կմտնի, կլուսանա, կգնա, բայց Հոբը իր կյանքի օրերիցը կշտացած գնաց։
որովհետև իր ամեն մի օրը երկրպագություն էր, ամեն մի օրը պաշտամունք էր, երբ որ հոգևոր մարդը հասկանում է երկրպագության գինը, երկրպագության արժեքը, ինքը իր օրերից կշտացած է։ Մարդու կյանքում, երբ որ բացակայում է երկրպագությունը, այն օրը, որ մարդը երկրպագություն չունի, այդ օրը ուղղակի լուսացավ ու անցավ, բացվեց ու գնաց եւ մնաց դատարկ։ Բայց այն օրը, որը որ լցված է երկրպագությամբ, այդ օրերի մեջ կա Աստծո փառքը եւ չկա մի օր, չկա մի պահ, երբ որ դու Աստծո փառքը վայելես ու այդ օրը քո համար դատարկ անցնի։ Ոչ թե որ մենք պարտավոր ենք դա անել, այլ որովհետեւ դա մեզ օրհնում է։ Գիտեք, երկրպագություն նաեւ ինչ է նշանակում։ Երկրպագություն նշանակում է վերաբերվել Աստծուն այնպես, ինչպես որ Աստված է մեզ վերաբերվում։ Պարզապես Աստծո ցանկությունը նա է, որ մենք գիտակցենք կամ ճանաչենք իր ով լինելը։ Եվ այն ինչը որ ինքն է ինձ ու իմ ու քո հանդեպ զգում, նույնը մենք այդ նույն զգացողությունով կամ այդ նույն մոտեցումով, տրամաբանությունով իրան մոտենանք։ Հավանաբար, ովքեր որ ամուսնացած են, կիմանան ինչ եմ ասում։ Երբևէ սիրահարված կլինեք։ Երբ որ մարդը սիրահարվում է, կապ չունի տղան թե աղջիկը։ Երբ որ երկուսն են սիրահարված, դա շատ լավ է։ Բայց երկուսի ձգտումն էլ նույնն է՝ միասին լինելը։ Երկուսի նպատակն էլ իրար հանդիպելն է, իրար տեսնելն է, իրար հետ շփվելն է։ Դու գիշերը քնում ես մտքիդ ինքն է, գիշերը քնում ես մտքիդ մեջ իր մասին մտածելով երազիդ մեջ ինքն է, արթնանում ես առաջինը ինքն է, հետո ինքն է, հետո իրան հանդիպելն է, հետո իրան տենն է, հետո գալիս ես, հետո էլի մտածում ես երբ պետք իրան հանդիպես։ Երբ որ մենք խոսում ենք Աստծուն երկրպագելու մասին, դա նույն զգացողությունն ու զգացմունքներն է, երբ որ մենք ունենք Աստծո հանդեպ, որովհետև Աստված էլ նույնը մեր հանդեպ ունի։ Ոչ թե որ պարտադիր գիտես ինչ պետք է երկրպագես, թե չէ քեզ կպատժեմ։ Երկրպագես թե չերկրպագես, Աստծո ցանկությունը մեկն է՝ հանդիպել քեզ։ Մենք ասում ենք, Տեր, մենք փափագում ենք քեզ հետ հանդիպել, մենք փափագում ենք քո վտակներին, քո առօրներին, քո ջերերին, չէ՞, Սաղմոսների մեջ բազմաթիվ նման խոսքեր կա, որ ասվում է։ Բայց Աստծո փափագն էլ մենք ենք։ Աստծո փափագն էլ մեր հետ ուղղակի ժամանակ անցկացնելն է։ Եվ երբ որ երկուսից փափագն ու ցանկությունը համընկնում է, այդտեղ ծնվում է երկրպագություն։ Այդտեղ է, որ մենք սկսում ենք նրան երկրպագել։ Եվ հենց այդ երկրպագության ժամանակը, որ քո հոգին արթնանում է, քո հոգին զարթնում է, այն հոգին, որ Եդեմի պարտեզում Աստված դրեց մարդու մեջ, մի պահ եկավ, հիշում եք, երբ որ մարդը մեղք գործեց, մարդը աննազանդություն արավ, ու երբ որ աննազանդություն արավ ու իր աչքերը բացվեց, նա տեսավ, որ ինքը մեր կա։ Եվ այդ ամեն ինչ իմանալով ամաչեց ու թաքնվեց թփերի տակ։ Ինքը նախկինում էլ էր մերկ։ Բայց դա իրան չէր խանգարում Աստծո հետ հաղորդակցվելու։ Դա իրան չէր խանգարում երկրպագելուն։ Երբ որ մենք ինքներս մեր մերկությունը ոչ ֆիզիկապես, այլ հոգևոր, որևէ բանի մեջ մենք զգում ենք, որ ինչ-որ տեղ տկարացել ենք, թուլացել ենք, երբեմն մենք ասում ենք, որ մեր երեսը չի բռնում Աստծո։ Սա ամենամեծ խաբկանքն է։ Դա երբևիցե ամենամեծ խաբկանքն է, որովհետև կապ չունի դու ինչ ես արել կամ ինչի մեջով ես անցել։ Աստծո առաջ գալու, Աստծուն երկրպագելու համար որևէ բան չկա, որ քեզ խանգարի կամ արգելի, դա թշնամու սուտն է։ Այսօր մենք ասում ենք հոգևոր պատերազմ համարելով չարու եւ բարու միջև, լավի կամ վատի մեջ, չի կարելիների կամ կարելիների համար։ Իրականում հոգևոր պատերազմը մեկ բանի համար է՝ երկրպագության։ Այն ինչ որ մարդու հետ տեղի է ունենում, այն ամեն ինչը ինչով որ մարդը անցնում է ու մտածում է, որ ինքը պատերազմի մեջ է։ Քո պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև դու չես կողմնորոշվել քո երկրպագության հարցով։ Բավական է քո երկրպագության հարցը լուծես ու քո կյանքի պատերազմը կդադարի։ Որովհետև պատերազմը գնում է դու կերկրպագես վերջի վերջո Աստծուն, ստեղծողին, թե ստեղծվածներին։ Երբ որ սատանան անապատի մեջ եկավ Հիսուսին փորձելու, վերջի բանը, որ ասեց, այն ինչ որ ես ունեմ ես երկրի վրա կտամ քեզ մենակ մի պայմանով, եթե ընկնես ու երկրպագես ինձ։
Տարօրինակ բան է, Սատանան լավ գիտեր Հիսուսին, որովհետև մի ժամանակ ինքը երկրպագել էր իրան։ Երբ որ իրանք երկուսն երկնքում էին, ինքը երկրպագում էր դրան։ Ու հիմա Հիսուսին ասում է՝ դու արի ինձ երկրպագի։ Հիսուսը իհարկե իրան ասեց՝ ետից գնա, կարծեմ, եթե մենք այդ հատվածը թարգմանեին մեր ժամանակակից ոսկեղենիկ հայերենով, ավելի հարմար բառ կա, որ կարելի էր օգտագործել, բայց Հիսուսն ասում է՝ ետից գնա։ Որովհետև գրված է, որ պետք է մենակ քո Տեր Աստծուն երկրպագես։ Երբ որ Հիսուսը իրան ցույց տվեց իր տեղը, Սատանան գնաց։ Մենք շատ հաճախ մտածում ենք ինչ-որ դիվայն հարցակումների, դիվայն ազդեցությունների մասին, գիտեք, այդ ամեն ինչը մինչև երբ կարա մեր կյանքում իրավունք ու ազդեցություն ունենա, մինչև այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք իրան ցույց տվել իր տեղը։ Մենք երբ ենք կամ ոնց ենք դա ցույց տալիս, երբ որ մենք ասում ենք, որ միևնույնն է, ինչ էլ որ մեր հետ լինի, մենք երկրպագում ենք միայն իրան։ Մեր երկրպագության հարցը որոշված է։ Ով լինի, ինչ լինի, քանի հատ պոզ ու պոչ ունենա, մենք երկրպագում ենք Աստծուն։ Եվ հենց որ Հիսուսը այս հայտարարությունը արեց, Սատանան թողեց ու գնաց նրա մոտից։ Երբ որ քո կյանքում էլ երկրպագությունը կամ երկրպագության հարցը դու լուծես, Սատանան այդտեղ էլ մնալու բան չունի, որովհետև դա այն պատերազմն է, որ դու արդեն կրել ես իրան։ Դա այն հարցն է, որ դու հաղթել ես։ Եվ մենք հաղթել ենք դա ոչ թե որովհետև մենք շատ ուժեղ տղեկ կամ աղջիկ ենք։ Մեր ուժի արդյունքում չի, որ մենք հաղթել ենք։ Հիսուսը հաղթեց եւ այդ հաղթանակը տվեց մեզ։ Այն ինչի համար, որ Հիսուսը իր կյանքի գնով վճարեց, ծրի նվիրեց մեզ։ Այն ինչը որ մենք այսօր անում ենք, դրա համար գինը ինքը տվեց կամ ինքը վճարեց։ Դրա համար մենք համարձակորեն են գալի իր գահի առաջ, առանց մտավախության, առանց վախենալու, որովհետև մենք վախենալու կամ մտահոգվելու կարիք չունենք, քանի որ գինը վճարված է եւ երկինքը բացված է։ Եվ բավական է դու ընդամենը քո խոսքով, քո բերանով իրան կանչես կամ իրան գովաբանես, բավական է քո մի գովաբանությունը եւ ինքը այդտեղ է։ Բավական է քո մի գովաբանությունը եւ Աստված հասնում է քեզ։ Նույնիսկ եթե դու չգովաբանես, անգամ եթե դա չանես, միևնույն Աստված քեզ չի թողելու։ Բայց դու խնդիրներ կունենաս։ Դու դժվարություններ կունենաս։ Եվ մենք այդ դժվարությունները երբ ենք հաղթահարում, երբ որ Աստծո ներկայությունն է եւ որ Աստծո հետ ենք անցնում։ Ամեն։ Ես ուզում եմ մի հատ պատմություն պատմեմ, ու այս պատմությունով ավարտեմ ինչ որ ես ուզում եմ ասեմ։ Եթե կարելի է փառաբանության խումբը գա։ Մենք սովոր ենք կամ հաճախ մեզ ասել են ցույց տալով որևէ մեկին, որ եկեղեցի է գալի շարունակ եւ իր կյանքում ինչ-որ բացասական բաներ կա։ Այ եթե ինքն էլ է հավատացյալ ու գալիս է եկեղեցի, իմաստը որն է, կամ ինչ օգուտ եթե գալիս է։ Գիտեմ, որ բոլորը էլ հանդիպել է նման արտահայտություններ բան։ Իրականում մեզ երբեմն թվում է, թե եկեղեցի եկող մարդիկ կատարյալ մարդիկ են։ Ճշմարտությունը կայանում է նրանում, որ եկեղեցու դռները բաց է բոլորի համար։ Եկեղեցի կարող են մտնել ավազակները, գողերը, վերջ-վերջո ուր պետք է գնան, եթե ոչ եկեղեցի։ Եվ այն որ մարդիկ, ովքեր որ միգուցե վատ համբավ ունեն, բայց գալիս են եկեղեցի, դա արդեն լավ է, դա վատ չի։ Եվ մի հատ անձնավորություն կար, մի հատ քաղաքում, որտեղ որ ես իրան ճանաչում էի, եւ եղբայրներից մեկը ինձ ասեց. «Այս մարդու մասին դու լսած կրնես», ասում եմ՝ «Հա»։ Դա մի հատ անձնավորություն էր, որ օգտագործում էր թմրադեղեր, սիրում էր ալկոհոլ, գնում էր խաղատներ, մի խոսքով անում էր ամեն ինչ։ Ինչ որ անում է սովորական, Աստծուց հեռացած մարդիկ։ Բայց այս անձնավորությունը շատ հաճախակի կիրակի օրերը գալիս էր եկեղեցի։ Եվ մարդիկ իրան նայելով, որ գալիս է եկեղեցի, ասում էին. «Հա, բայց ասենք գնում ես որ ինչ, մեկը դու այդ մարդը չես, մեկը քո կյանքում բան չի փոխվում, մեկը դու
վատ սովորությունների մեջ ես։ Ու մի օր ես եղբայր, որ ասում եմ ինձ հետ խոսում էր, ասեց, երբ որ գա ինքը եկեղեցի, մենակ խնդրում եմ ուշադրություն դարձրու մի բան, տես ինքը ոնց է երկրպագում։ Ու իսկապես, երբ որ աչքս ընկավ, ինքը այնքան ջիգարով էր երկրպագում։ Իր կյանքում ոչ մի բան չէր փոխվել։ Ինքը էլի նույն մարդն էր, ինչը որ ասենք ես պատմեցի։ Ինքը շարունակում էր անել այն նույն բաները, ինչ որ ասեցի։ Բայց երբ որ գալիս էր եկեղեցի ու ես նկատեցի մի քանի անգամ, ամեն անգամ երբ որ ինքը եկեղեցի էր ու այդ երկրպագության ժամանակ ինքը հենց էր երկրպագում, քո ախորժակը բացում էր։ Հիմա քեզ թվում էր, թե ինքը երկրպագության կամ փառաբանության խմբի անդամ է։ Ու այդ ամենը անում էր այնքան անկեղծ, որովհետև դու իրոք նայում ես ու հավատում ես, որ էսի իսկականից մարդը իրոք Աստծուն երկրպագում է։ Բայց շատերը ասում են, հա դե ինչ օգուտ։ Մեկը իր կյանքում բան չի փոխվել։ Մենք սովոր ենք, գիտեք, մարդուն դատել մեր հասկացողությունով։ Մենք սիրում ենք մարդուն դատել, նայել իր ապրած կյանքը, հա դե բան չի փոխվում, հա դե մեկը ինքը էսա, մեկը այնա, մեկը այնա։ Բայց մի բան, որ իր կյանքում լավ էր, դա այն էր, որ գալիս էր եկեղեցի ու երկրպագության ժամանակ, ուղղակի ամբողջությամբ ինքը մտնում էր դրա մեջ։ Ես չգիտեմ ինքը իր մոտ դա ոնց էր ստացվում։ Բայց արդյունքը գիտեք ինչ եղավ, անցել է տարիներ։ Հիմա ես այդ մարդուն ճանաչում եմ, գիտեմ։ Ինքը հիմա փառաբանության խմբի մեջ երաժիշտ է, ինքը նվագում է։ Փառաբանության խմբի։ Իր երեխեքը փառաբանության խմբի մեջ ծառայում են։ Երեխեք ունի տաղանդավոր մեկը մեկից, մյուսը ստեղծագործում է, մեկը նվագում է, եւ ինքը իր ամբողջ ընտանիքով ծառայում է Աստծուն։ Բայց եթե այն ժամանակ մենք լսեինք այն կարծիքները, որ իրանց մասին կային, եթե ուշադրություն դարձնենք ու ասենք, լավ, մի արի եկեղեցու դռները քո համար փակ է։ Երբ որ կփոխվես, նոր կգաս, հենց կսրվես, նոր կմտնես եկեղեցի։ Իրականում մարդը եկեղեցու ներսում է, որ ինչ-որ մի բան գալի գտնում է կամ փոխվում է։ Եվ այդ փոփոխությունը մարդը տեսնում է կամ ստանում է երկրպագության մեջ։ Որտեւ այդ երկրպագության ժամանակա, որ մեր հոգին նույնանում է Աստծո հոգու հետ։ Մենք նույնն ենք դառնում, մենք մեկանում ենք իր հետ։ Եվ այդ երկրպագությունն է, որ մեզ փոխում է։ Մենք Կորինթացիների 13-րդ գլխի մասին մի փոքր հուշեցին այսօր մեզ, բայց երբ որ այնտեղ կարդում ենք, թե սերը ինչ անում, երկայնամիի տակ հաղթր է, համբերում ամեն բանի դիմանում է, մենք մարդկանց ուզում ենք սովորացնել, որ ճիշտ հոգևորը կամ ճիշտ հոգևորի կերպարը սա է։ Ու ասում ենք, դու պիտի սենց լինես, դու պիտի նենց լինես, դու պիտի նենց լինես։ Բայց երբ որ մարդը մտնում է այդ երկրպագության մեջ եւ սկսում է ապրել որպես երկրպագու, իրան այդ բաները սովորացնելու կարիք չկա։ Նա Աստվածաշունչը կարդում է ոչ թե հասկանալու համար, թե ինչ պետք է անի, երկրպագուն, նա որ երկրպագու է, բացում Աստծո խոսքը, կարդում է ու հասկանում, որպեսզի հասկանա, թե ինքը ով է։ Ինքը բացում Աստծո խոսքը ու այնտեղ տեսնում է ինքը իրան։ Որովհետև Աստծո մեջ, Աստծոյի մեջ, Աստվածաշնչի մեջ ոչ թե մենք միայն ճանաչում ենք կամ տեսնում ենք Աստծո մասին, երբ որ դու բացում ես Աստծո խոսքը, դու նաև այնտեղ տեսնում ես ինքդ քո մասին, թե ինչ է գրված։ Եվ այն որ սերը համբերող է, երկայնամիտ է եւ այլը, դու դա կարդում ես ու հասկանում ես դա քո մասին է, դա դու ես, որովհետև դու երկրպագու ես։ Բայց երբ որ մարդը կրոնավոր է, մարդու համար կարևորը ձևերն է, ինքը բացում է, ասում է, ես պիտի սենց անեմ, ես պիտի նենց անեմ եւ ես պիտի սենց լինեմ։ Բայց հոգեվոր մարդը բացում ասում է, ուրախ եմ, որ ես այսպիսին եմ, այսպիսին եմ, այսպիսին եմ։ Միգուցե քո կյանքում ամեն ինչի հարցեր դեռ լուծված չի, ամեն ինչ պատասխանը դեռ չունես։ Բայց եթե դու շարունակես երկրպագել, դու կունենաս այն, ինչ որ այդտեղ կարդում ես։ Որովհետև դա մեր կյանքում օրգանիկ պետք է լինի, մենք չենք կարող ստեղծել։ Միգուցե ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ մի բան մենք ցույց տանք, ձևացնենք, բայց այն ինչը որ ինքնաբուխ է, ինչ-որ օրիգինալ է, ինչ-որ կատարյալ է, դա մարդու ինքնության մասին է խոսում արդեն։ Եվ մենք այստեղ երկրպագության ժամանակ հանդիպում ենք մեր ինքնությանը, մեր ով լինելուն։ Եվ եթե քո կյանքիդ մեջ ամեն բան
մտածում ես թե լավ չի, մի բանի կարիք ունես դու, հավատա, ոչ թե աղոթի, որ Աստված քո աղոթներին պատասխանի ու քո կարիքին լրացնի, դու պարզապես երկրպագի Աստծուն։ Մտի քո ներքին սենյակը ու ասա Տեր դու մեծ ես։ Մտի իր քո ներքին սենյակը ունդեղ ասա որ Տեր ամեն դեպքում սուրբ ես, դու սուրբ ես։ Դավիթն ասում էր Տեր ես փնտրեցի, ես աղաղակեցի, բայց դու չգտա քեզ, հետո ասում է, բայց ամեն դեպքում դու սուրբ ես։ Երկրպագուն ու երկրպագությունը երբեմն տարբեր բաներ են։ Մենք կարող ենք երկրպագություն անել ժամանակ առ ժամանակ, երբեմն, երբ որ գալիս ենք եկեղեցի, երբ որ փառաբանության խումբի երգում ա մենք էլ երգենք։ Բայց երբ որ մարդը երկրպագու է, իր կյանքի մեջ ինքը ամեն օր է դա անում։ Դու երկրպագելու համար քեզ առիթ պետք չի, դու պարզապես երկրպագու ես։ Որ ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համար հույս ունի, որովհետև ոչինչ, ոչ մի բան մեզ չի կարող բաժանել այդ սիրոց։ Ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, ոչ խորություններ, ոչ բարձրություններ, ոչինչ։ Աստծո սերը մեր հանդեպ անփոփոխ է։ Եվ այն ինչը որ ինքը ունի կամ զգում մեր հանդեպ, նույնը ուզում ա որ մենք իր նկատմամբ ունենանք, այլ ոչ թե որ պարտադիր է, գիտես ճիշտ է երկրպագելն է։ Մենք չենք երկրպագում, որովհետև դա ճիշտ է, մենք դա անում ենք, որովհետև ուղղակի ուզում ենք, ուղղակի դա մեզ դուր է գալի, ուղղակի հասկացել ենք, որ այս ձևով մենք Աստծո նման ենք դառնում, մենք ու ինքը մեկանում ենք, որ եկեղեցին որպես հարս եւ Հիսուսը որպես փեսա, այր եւ կին կլինեն մեկ մարմին։ Երբ որ եկեղեցին գովերքում է փեսային, ինքը դառնում է մեկ մարմին, եկեղեցին որպես մարմին եւ Քրիստոսը որպես գլուխ։ Քո կյանքի ամենակարևոր պատերազմը, որ դու կարծում ես ունես, դա քո երկրպագության համար է։ Ամուր, այսինքն գիտես, ինչ էլ որ ասեմ, միևնույնն է, մինչև դու դա չանես, թեպետ ես վստահ եմ, որ ինչ որ ասում եմ, մենք բոլորս դա ճաշակել ենք, մենք գիտենք, պարզապես մենք կիսվում ենք իրար հետ, որ երբ որ դրա հաճույքը եւ դրա համը մենք զգացել ենք, դրա համար ուզում ենք, որ շարունակել դա անել։ Ուղղակի եկեք մի բան, ոչ թե այսօր ծառայություն անենք, ավարտենք, գնանք։ Մեր նպատակը ծառայություն, անկեղծ եմ ասում, իմ համար ոչ թե կարևոր է այս ծառայությունը լավ կամ վատ լինելն է, կամ բնականաբար մտածում ենք լավ ծառայություն լինի։ Իմ համար կարևորը կամ էականը ծառայությունը չի։ Իմ համար կարևորը այն է, որ այն ինչը որ մենք լսում ենք կամ խոսում ենք Աստծո մասին, դա մենք միշտ դրա մեջ ապրենք։ Հիմա ես որ այս տեից իջա գնացի, այնպես չի որ ես հա դե ես ասեցինք բրծանք, հիմա գնացինք կպանք մեր գործերին։ Մենք որ գնում ենք մեր գործերին կպնելու, մենք այս ամեն ինչը ապրելով ենք գնում։ Մենք այս ամեն ինչը ունենալով ենք գնում։ Մեր կյանքը ապրում է հենց էսա երկրպագուն, որ կապ չունի դու ներկեսանում, թե եկեղեցում նստած քարոզ ես լսում, դու նույն մարդն ես։ Կապ չունի դու պատ ես շարում, թե եկեղեցում քարոզ, նույն մարդն ես։ Ինչ որ այստեղ խոսում ես, այնտեղ ապրում ես։ Ինչ որ այնտեղ ապրում ես, այստեղ խոսում ես։ Մեր թերություններով ու առավելություններով հանդերձ։ Ես չեմ խոսում այն ֆանատիզմի, կատարյալ, ես մաքսիմալիստական, ես խոսում եմ այն ինչը որ մենք ապրում ենք, տեսնում ենք, զգում ենք, շոշափում ենք եւ ինչ որտեղ նաեւ իրատես ենք, որովհետեւ կան պահեր, որ ընկնում ենք, բայց թեպետ ընկելել ենք, միևնույն է գիտենք, որ պետք է բարձրանանք, նորից պետք է կանգնենք։ Եվ եթե որևէ մեկի կյանքում ինչ որ մի բան էլ այնպես չի ստացվել, ելի քեզ մի դատապարտի, մի մեղադրի, դա նորմալ է։ Աստված բարի է, Աստված ողորմած է, Աստված չի չարանում, չի խռովում, չի նեղանում, այլ ընդհակառակը ինքը միշտ իր ասում է քեզ քո անունով կանչեցի, քեզ քո անունով ինքը մեր անունով գիտի, այն որ մենք ինքը մեզ մեր անունով գիտի, նշանակում է մենք իր համար այնքան կարևոր ենք, որ ամեն մեկին իր անունով գիտի։ Եվ ինչ էլ որ անես, շատերը կարող է քեզ չընդունեն, շատերը քեզ մեղադրեն, ասեն դու ճիշտ ես, դու սխալ ես, երբեմն ոմանք փորձեն քո հետ հարաբերություններ, մի մտի այդ դաշտ։ Բոլորին ասա դու ճիշտ ես։
շարունակի երկրպագել։ Այն ժամանակ Աստված քո թշնամիներին կբերի քո հետ կհաշտեցնի։ Քո կռիվը, քո պատերազմը, ինչ որ ունես հանձնի Աստծուն, սա երկրպագություն է։ Երբ որ դու ես քո կռիվը անում, դա լրիվ ուրիշ բան է, բայց երբ որ դու քո խնդիրները, քո կռիվները, քո պատերազմները տալիս ես Աստծուն ու վստահում ես իրան, սա երկրպագություն է, որովհետև այն որ դու արդեն վստահում ես, սա նշանակում է, որ ինքը քո համար ամենամեծ հեղինակությունն է։ Դու մի փորձի քեզ արդարացնես։ Եթե մարդիկ որոշել են, որ դու անարդար ես ու մեղավոր ես, մեկը դու մեղավոր ես իրանց համար։ Ինչ էլ որ ասես, ոնց էլ որ ուզենաս համոզես, չես կարողանալու։ Ամեն դեպքում կարող է դու մի հոգու, երկու հոգու, 3 հոգու համոզես ինչ որ բաներ։ Բայց եթե մարդիկ քեզ չեն հավատում, մեկը հանգիստ թող, շարունակի երկրպագել։ Շարունակի գնալ Աստծո ներկայության մեջ։ Վերջի վերջո քո արդարությունը ինքն է։ Քեզ արդարացնողն էլ է ինքը։ Եվ այն ինչը որ դու կարող ես ունենալ այս երկրի վրա, այն պատիվը, դիրքը, հարգանքը, այն ինչ որ մարդուն միգուցե պետք է այս երկրի վրա, խոնարհվի ու Աստված կբարձրացնի։ Խոնարհվելը չի նշանակում խեղճ լինելը, տկար լինելը, խոնարհվելը սա է, նշանակում է ընդունել Աստծո հեղինակությունը։ Խոնարհ բառը բառացի հենց այդ է, խոնարհվել ուղղակի ինչ որ մեկի առաջ, որին դու համարում ես քեզնից ավելի արժեքավոր, ավելի կարևոր կամ ամենաբարձրյալը։ Խոնարհել այդ է նշանակում։ Դու պարզապես խոնարհվի Աստծո առաջ, վստահելով իրան, մնացած հարցերը ինքը գիտի ոնց լուծի։ Ուղղակի վստահի իրան։ Եկեք գանք Աստծո առաջ ու ասենք Տեր, մենք վստահում ենք քեզ։ Մենք երկրպագում ենք քեզ։ Ասա Տեր, դու իմ մասին ամեն բան գիտես։ Ես ոչ մի նոր բան չունեմ քեզ ասելու։ Միակ բանը, որ կարող եմ քեզ ասել, սա է, որ դու սուրբ ես, որ դու մեծ ես, որ դու բարձրյալ ես։ Որ դու ամենակարևորն ես իմ կյանքում։ Սկսի գովաբանել նրան, երկրպագիր նրան, ասա նրա մասին այն ինչ որ գիտես։ Ու թող որ ինքը իր փառքով հպվի քեզ, կպչի քեզ, քո հոգուն, քո ներսին։ Աստծո ներկայությունը էստեղ, Աստծո փառքը էստեղ է։ Որտեղ հիմա այն բանը, որ ուզում եմ ասեմ այս խոսքը, որտեղ որ ասում է 2 կամ 3 հոգով իմ անունով միաբանվեն։ Հիմա վստահաբար գիտեմ, որ դու միաբան ես ինձ հետ, որ իրան երկրպագենք։ Եվ որտեղ որ այդ միաբանությունը կա, ասում է ես էստեղ եմ։ Եվ հիմա դու զգում ես իր ներկայությունը։ Հիմա դու վայելում ես իր ներկայությունը, որովհետև դու միաբան ես իրան երկրպագելու, իրան պաշտելու համար։ Եվ նա ասում է, որ ինչ որ խնդրեք, Հորից իմ անունով նա կանի, նա կտա ձեզ։ Հիմա դու կարող ես իրանից խնդրել այն, ինչ որ ուզում ես, որովհետև նա կտա քեզ, որովհետև դու միաբան ես, մենք իրար հետ միաբան ենք նրա ներկայությունը խնդրելու համար։ Պետք է խորհուրդ կտամ, խնդրի իրանից իր փառքի ներկայությունը, խնդրի իր փառքի արտացոլանքը քո վրա։ Թող որ քո կյանքը Աստված իր փառքով լցնի։ Մնացածը, այն ինչ որ մտածում ես, որ քո կարիքն է, քո կարիքների մասին, հավատա, այդ ամեն ինչը Աստված գիտի։ Բայց եթե մի բան ուզում ես իրանից, որ խնդրես, ասում եմ իր արքայությունը կամ իր արդարությունը խնդրեք։ Որովհետև իր թագավորության մեջ քո
քո կարիքների ամեն մի պատասխանը կա։ Նա ունի, Աստված սիրող Հայր է, եւ ինքը սիրում է բարիք անել իր զավակներին։ Պարզապես գովաբաներ իրան, ասա Տեր, դու բարձրյալ ես, դու փառավոր ես, դու թագավոր ես։ Քո փառքը լցված է ամբողջ երկրի վրա, երկինքն ու երկիրը պատմում են քո մասին, Տեր։ Մենք խոնարհվում ենք քո առաջ եւ երկրպագում ենք քեզ, մեծարելով ու բարձրացնելով։ Մեր սիրտը ուրախանում է Տեր քո փառքով, մեր սիրտը ուրախանում է ու ցնծում է, երբ որ դու այցելում ես մեզ։ Որովհետեւ քո ներկայության մեջ Տեր չկա լաց, չկա ողբ, չկա սուգ, քո ներկայության մեջ չկա տառապանք, չկա վախ, քո ներկայության մեջ ամեն բան խոնարհվում է Տեր, քո փառքի առաջ ամեն բան ընկնում է Տեր։ Եվ այս վայրում Տեր խոնարհվում եւ պարտված է ամեն տեսակի անհանգստությունը, ամեն տեսակի մտահոգությունները, ամեն տեսակի վախերը, ամեն տեսակի ամեն բան Տեր։ Այստեղ հիմա Տեր բարձրացնում ենք մենք սուրբ ձայներ, սուրբ ձեռքեր։ Մենք սրբված ենք քո համար Տեր, քեզ երկրպագելու համար Տեր, որովհետև դու մեզ ազատում ես Տեր, դու մեզ ազատել ես Տեր, եւ մենք ազատ ենք քեզ պաշտելու ու քեզ երկրպագելու համար։ Դու դառնությունը փոխում ես ուրախության Տեր, դու տխրությունը փոխում ես ցնծության Տեր, թող ամեն տկարացած սիրտ զորանա, ամեն թուլացած սիրտ ուժովանա, քո փառքը զորավոր է եւ քո ներկայությունը փառավոր է։ Եկեք երկրպագենք իրան, եկեք ուղղակի ասա Տեր, դու փառավոր ես, դու զորավոր